Չի կարող ունենալ Մինսկի խմբի աշխատանքների վրա։ Ես կուզեի հիշեցնել, որ ժամանակին Իսրայելի հանդեպ մոտ 200 որոշում է կայացվել ՄԱԿ-ում, որում շատ խիստ որոշումներ էին կայացվել եւ ըստ էության Իսրայելը կա, Իսրայելը ծաղկում է, բարգավաճում է եւ ըստ էության որևէ խնդրեմ չկա։ Տարբեր ժամանակներում բարձրաձայնված քայլերն իրականացնելու ժամանակն է, համոզված է դաշնակցական Արմեն Ռուստամյանը։ Թուրքիայի հարցում սկսեցինք ցեղասպանության միջազգային ճանաչման process-ը։ Նույնը կիրառելի է Արցախի պարագայում։ Մենք բարձրացնենք հարց ռազմաքաղաքական դաշինք կնքելու Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ հարցը վաղուց եղել է, ես կարծում եմ դրա համար մենք ունենք բոլոր հիմքերը այսօր։ Ասեցի, թե ռազմատենչ հայտարարությունները, թե հարձակումը, որ եղավ սահմանների վրա։ Երկու փորձագիտական կարծիք տարբեր աշխարհակաղակական բևեռներից, բայց նույնաբովանդակ մոտեցմամբ։ Հայաստանի գործողությունները միանգամայն ընկալելի են, իսկ Ադրբեջանը մտնում է վտանգավոր դաշտ։ Суверенное право любого государства, в том числе Армении, решать свои внешнеполитические вопросы, исходя из национальных интересов своей страны и национальных интересов тех государств, которые являются ближайшими союзниками. Поэтому ничего сверхудивительного в том, что Ереван сочтет необходимым признать независимость Нагорного Карабаха, я, по сути дела, не вижу. Наверное, такой шаг, очевидно совершенно, не будет моментально поддержан другими государствами. Но это не значит, что не будет государств, которые поймут озабоченность Еревана, поймут логику его действий и даже могут поддержать эту страну, либо согласиться с позицией, которую заняло нынешнее руководство Армении. Среди таких государств я вполне не исключаю, что будет и Российская Федерация. Azerbaijan is trying to move the discussions about the Nagorno-Karabakh conflict. Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել միջազգային տարբեր ֆորումներ, որտեղ ակնկալում են ստանալ բարեկամ մահմեդական պետությունների աջակցությունը։ Սա շատ վտանգավոր մանևրում է, քանի որ փոքր էթնիկական հակամարտությունը կվերածվի տարածաշրջանայինի, իսկ դա չի կարող բխել որևէ մեկի շահերից։ Into a religious conflict. Застарелые конфликты, они должны в конце концов разрешаться. Если они не решаются путем дипломатических усилий и усилий политиков, не хотелось бы, чтобы эти конфликты решались путем применения военной силы. А признание со стороны Армении Нагорного Карабаха, это будет шаг, с моей точки зрения, не в сторону войны, как пытается представить Баку, а в сторону решения этого конфликта путем объединения усилий двух не просто братских народов, а народов, составляющих чуть ли не единое целое. Ներքին ու արտաքին դաշտի այս կարծիքները բավական ամուր հիմք են ապահովում մեր երկրի ապագա քայլերի համար, եթե դրանք դառնան իրապես անայլընտրանքային։ Ադրբեջանը դեռևս հետքայլի ժամանակ ունի, ինչը չի նշանակում, որ ապագայում եւս նույնը չի ձեռնարկի։ Եվ ուրեմն մեր կողմից որոշ քայլեր այնուամենայնիվ անխուսափելի են։ Քայլեր, որոնք մեզ մոտեցնելու են մեր նպատակին։ Արթուր Գրիգորյան, Հակոբ Սարգսյան, Հայլուր։ Ավանդական դարձող հանդիպում նախագահականում ուսումնական տարվա նախօրեին Հանրապետության ոսկե մեդալակիր 34 շրջանավարտներն այսօր հյուրընկալվել են նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրանց էին միացել նաև կենգուրու մաթեմատիկական մրցույթի հաղթողներն ու միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները։ Անմիջական զրույցից առաջ նախագահ Սարգսյանը երեխաներին հորդորել է գիտելիքներով մասնակից լինել հայրենիքի շենացմանը։ Դուք մեր հպարտությունն եք եւ առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն եւ լավ հասարակություն։ Ուսման առաջավորներին ասել է նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին նրանց ամենօրյա անձնվեր աշխատանքի համար։ Մտերմիկ զրույցում մեդալակիրները տարատեսակ հարցերի թվում նախագահին հարցրել են նաև, թե որ 3 հատկանիշներն են ամենակարևորը հանրապետության նախագահ լինելու համար, որոնք ամրագրված չեն մեր երկրի սահմանադրությամբ։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին նրանք դպրոցից հեռանում էին կարևոր ավարով, գովասանագրով։ Հետո պարզվեց, որ դպրոցական փայլուն առաջադիմության ամենամեծ գնահատականը ոսկե մեդալը ստանալու են անձամբ հանրապետության նախագահից։ Նրանց, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին ու կենգուրու մաթեմատիկական մրցույթի հաղթողներին Սերժ Սարգսյանն անվանեց երկրի հպարտություն ու հորդորեց անընդհատ բարձրացնել սեփական անձի առջև դրվող պահանջները։ Առանց ձեզ մեր երկիրը ապագա չունի։ Ուզում եմ, որպեսզի բոլորիդ համար շատ հստակ եւ պարզ լինի։ Մեր վաղվա օրը չափվելու է ձեր եւ ձեր նմանների մասնակցության աստիճանով։ Մեր վաղվա օրը կախված է նրանից, թե ինչքանով դուք կարող եք ձեր
այսօրվա գիտելիքները, վաղը մյուս օրը ստացած գիտելիքները արդյունավետ օգտագործել կյանքում։ Ու չնայած հանրակրթության բնագավառում լուծելու բազմաթիվ խնդիրներ կան, դրական արդյունքները երբեք սպասել չեն տալիս, նկատում է երկրի ղեկավարը։ Միջազգային ստուգատեսներում հայ երեխաների հաղթանակները նախագահը կրկնակի հաջողություն է համարում։ Բնակչության քանակով ու այլ ռեսուրսներով ամենամեծն ու հարուստը չենք, բայց փայլուն աշակերտներ եւ ուսուցիչներ ունենք, ասում է նախագահը։ Մենք միշտ մեծարման խոսքեր ենք ասում, եւ դա ճիշտ է, բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր մեր ժողովրդին դարձնում են ավելի ճանաչելի։ Մեկը իր երաժշտական տաղանդով, մյուսը համաշխարհային գիտության մեջ ունեցած մեծ ձեռքբերումներով, իսկ համաշխարհային միջազգային օլիմպիադաներում հաղթողները նաև այս բնագավառում։ Ու որպեսզի ավելի լավ ճանաչեն երեխաները նախագահին, նախագահն էլ երեխաներին, ծավալվեց անմիջական զրույց։ Մեդալակիրներից մեկին հետաքրքրում էր, թե որոնք են այն 3 գլխավոր հատկանիշները, որ պետք է ունենա երկրի նախագահը։ Առաջին հերթին նախագահան պետք է սիրի իր երկիրը, իր ժողովրդին։ Երկրորդ հանգամանք իմ կարծիքով այն է, որ յուրաքանչյուր նախագահի համար ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ իրականում իր երկրի, իր ժողովրդի շահը բարձր լինի ամեն ինչից բացարձակապես ամեն ինչից։ Եվ երրորդ, կարծում եմ, որ յուրաքանչյուր նախագահ մեր նման երկրներում, միգուցե նաև շատ այլ տեղեր, պետք է աշխատի գիշեր-ցերեկ։ Իսկ այդ ընթացքում, երբ ազատ րոպե է գտնում, վերընթերցում է սիրելի գրքերը, որոնց ընկալումն այժմ ուրիշ է, ու նաև ունկնդրում է դասական երաժշտություն, հոգեհարազատ է Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի արվեստը։ Սա ի պատասխան մեդալակիրներից մեկի հարցին նախագահի ժամանցի մասին։ Երեխաներից մեկին էլ հետաքրքրեց նախագահի կարծիքը իր արտասահմանում սովորելու վերաբերյալ։ Ես ընդունվել եմ արտերկրում եւ սովորելու եմ Մոսկվայում, ուզում եի ձեր կարծիքը իմանալ դրա վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Շատ լավ եմ վերաբերվում։ Մի բան ակնհայտ է։ Եթե կարելի է նույն մասնագիտությունը նույն որակով ստանալ Հայաստանում թե արտերկրում, իհարկե նախընտրելի է, որ Հայաստանում։ Իսկ եթե այդ հնարավորությունները մենք չունենք, միայն կարելի է ողջունել, կարելի է խրախուսել։ Բայց շատ կարևոր է, որ այդ գիտելիք ստանալուց հետո վերադառնալ հայրենիք։ Բայց երբ որ մեր երիտասարդները արտերկրում կատարում են աշխատանք, որ Հայաստանի Հանրապետությունում էլ կարելի է անել, այդ պարագայում ես չեմ հասկանում այն երիտասարդին կամ այն հային, որ մնում է արտերկրում կամ գնում է արտերկիր։ Գիտությունը զարգացնելու նախապայմանը միջազգային պահանջներին համապատասխանող դպրոցական ու բուհական համակարգն է, նշում է նախագահը, հույս հայտնելով, որ կրթական բարեփոխումները քայլ առ քայլ այն կմոտեցնեն ցանկալի նշաձողին։ Իսկ մի մեդալակիր նախագահին գանգատվեց այն հոռետեսներից, որոնք մեդալի մեջ արժեք չեն տեսնում։ Շատերի կարծիքով մեդալը այդքան էլ մեծ բան չի, քանի որ բուհ ընդունվելիս, ինչպես գիտենք, ոչ մի առավելություն չի տալիս, բայց ես ուզում եմ ասել, որ ինձ համար սա ամենամեծ առավելությունն է։ Դա մեծ բան չի։ Ինչու տասնյակ հազարավորներից ընդամենը տասնյակներին է հաջողվում մեդալ ստանալ։ Նույն կերպ կարելի է ասել, որ շքանշանը ինչ մի բան է։ Ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ։ Երբ որ հարցնեն, աղջիկ ջան, միշտ կասես, այո, մեծ բան չի, բայց սա մի նշան է, որ ինձ տարբերում է ուրիշներից։ Երբ հնչել էին բոլոր պատգամները, նախագահը խոսքից անցավ գործին, արդեն ուսանող 34 պատանիներին ու աղջիկներին հանձնելով վաստակած ոսկե մեդալները։ Տրանսպորտային ուղիների ապագա մասնագետ Լենիկն ու Անիները, երկու ապագա բժիշկները տարբեր մարզերից արդեն մի քանի ընդհանուր բան ունեն։ Նախ ոսկե մեդալ, հետո էլ հայրենիքին գործով պիտանի լինելու ձգտում։ Ես կուզեմ կառուցել այնպիսի կամուրջներ, որոնք լինեն մեր պետության զարթն հպարտությունը եւ այնպիսի տրանսպորտային թունելներ, որոնք թեթևացնեն մեր քաղաքի երթևեկությունը։
Ես կփորձեմ լավ սովորել ամենակարևորը, քանի որ սա էլ ավելի պարտավորեցրեց մեդալը։ Աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը դա բժշկի մասնագիտությունն է, քանի որ դու մարդիկ ես վստահում են կյանքը, եւ ես ցանկանում եմ, որ անշահախնդիր բժիշկ դառնամ։ Արմենը Երևանի ֆիզմատ դպրոցից Աստանայում կայացած մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել է բրոնզե մեդալով, վստահ է, որ առաջիկա տարիներին մինչև ոսկի հասնելու է։ Ես դեռևս 2 տարի ունեմ սովորելու, որ ավելի մեծ բարձունքների հասնել, ավելի շատ պետք է աշխատեմ, որպեսզի իմ երկիրը ներկայացնեմ միջազգային բնագավառներում ավելի շատ։ Այս տարի բրոնզե մեդալը մերներ նաև ինֆորմատիկայի եւ քիմիայի օլիմպիադաներում, իսկ մաթեմատիկայի բնագավառում բարձր ցուցանիշներ արձանագրելը դպրոցականներից շատերը սկսում են կենգուրու մրցույթից, ինչպես Սաթենիկը Եղեգնաձորից, որն իր տարիքային խմբում Վայոց ձորի հաղթողն է։ Ուզում եմ մի անգամ էլ մասնակցեմ ու հաղթեմ, ինձ շատ հետաքրքրեց։ 2010-ի սեպտեմբերի 1-ի նախօրեի հիշարժան հանդիպումը նաև լուսանկարով։ Երեխաներն արդեն գիտեն, երկրի նախագահը հանձին իրենց ցանկանում է տեսնել գիտելիքներով զինված ակտիվ կենսակերպ վարող երիտասարդների, որոնցից յուրաքանչյուրը հայրենիքի նկատմամբ պարտք ունի կատարելու։ Զարուհի Արզումանյան, Կարեն Գրիգորյան, Հայլուր։ Այս տարի առաջին անգամ Հանրապետությունում կրթական տարին կմեկնարկի վեհափարի օրհնանքով ու աղոթքով։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ամենայն հայոց հայրապետը օրհնել է կրթական ոլորտի պատասխանատուներին։ Հայ առաքելական եկեղեցու գահակալ Աստծուց մանկավարժների համար հայցել է ամենաառատ օրհնությունը սերունդներին արժանավայել կրթելու համար։ Օրհնության կարգն այսուհետև լինելու է ամեն տարի, հայ առաքելական եկեղեցու թեմերը օրհնության կարգ կանցկացնեն նաև մարզերում։ Մեկական մոմերով այստեղ են երևանյան բոլոր բուհերի ռեկտորները, կրթության ոլորտի պատասխանատուներ ու մոտ 200 դպրոցների տնօրեններ, բոլոր մարզերից, օրհնիր նրանց ու հեռու պահիր փորձանքներից, մայրաթոռում հայրապետական աղոթքեր հնչում։ Ամենայն հայոց կաթողիկոսը Աստծո ամենաառատ օրհնությունն էր հայցում մանկավարժների համար, որ նրանք վերարժևորեն իրենց պատվավոր ու ազնիվ կոչումը, կրթեն փոքրիկների հոգիներն ու սովորեցնեն հոգալ մարդու մասին։ Ջրաջան կերպով, նախանձախնդիր կերպով կրթեն, դաստիարակեն մեր զավակներին, մեր հոգևոր արժեքների, Տիրոջ սուրբ պատվիրանների եւ մեր ազգային հոգևոր մշակութային շահերի բարձր գիտակցությամբ։ Կրթության ու գիտության նախարարը գոհ էր իր ղեկավարած ոլորտը ոչ միայն աշխարհիկ, նաև հոգևոր իշխանության ուշադրության կենտրոնում է։ Արմեն Աշոտյանը հույս ունի Աստծո օրհնությամբ հեշտացնել բարեփոխումների դժվար ընթացքը։ Այս սպառողական հոգեբանության դարում հարկավոր է պահպանել, զարգացնել այն լույսը, որը սփռում է հավատը, որովհետև թե հավատն է լույս, թե կրթությունն է լույս։ Մանկավարժների օրհնության կարգը նախարարության ու Մայրաթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությունն է, պայմանավորվել են այսպես կլինի ամեն տարի։ Օրհնության կարգ կանցկացվի նաև մարզերում, ուսուցիչներն ասացին, լավ է։ Լսել, ընդունել ամենայն հայոց կաթողիկոսի օրհնանքը, նախարարի խոսքը եւ այդ լույսը եկեղեցուց, խոսքը տանել դպրոցներ, տարածել դպրոցներում։ Տիկին Վալյան Աստծուն ուղղված իր անհատական աղոթքում անդրադարձել է գյուղական դպրոցների խնդիրներին, իսկ ավետարանի պատվիրաններով ապրել պատրաստ է։ Նույն խոստումով վաղը դպրոցների դասասենյակներ կմտնեն 43,000 ուսուցիչներ։ Սուսան Բադալյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Կրթական տարվա մեկնարկին ընդառաջ եղեք զգոն եւ խուսափեք ավելորդ շտապողականությունից։ Կարգազանց վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանությունը չափազանց խիստ է լինելու։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 10-ը պետավտոտեսչությունը սկսում է ավանդական դարձած «Զգուշացեք երեխաներն» խորագրով անվտանգության 10-օրյակը։ Ոստիկանության աշխատանքը սկսվելու է սովորականից կես ժամ շուտ։ Դպրոցամերձ տարածքներում ոստիկանները կհերթապահեն առավոտյան 8-ից 9:30 եւ 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածներում։ Ճանապարհային ոստիկանության պատասխանատուները կոչ են անում մանկավարժներին առաջին դասը նվիրել հենց երթևեկության կանոններին։ Այս օրերին հատկապես թարմանցվում են դպրոցամերձ փողոցների գծանշումներն ու երթևեկության կանոնների մասին հուշող նշանները։ Երթևեկության խոչընդոտներ չստեղծելու նպատակով պահանջվում է երեխաներին դպրոց հասցնելուց անմիջապես հետո ազատել երթևեկելի մասը։ Ցանկացած կարգազանց վարորդի նկատմամբ կձեռնարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվության միջոցները։
Սեպտեմբերի 1-ին դպրոցի դռները կբացվեն Բերդի 1094 աշակերտների առջև, թիվը փոքր չէ, նախկին շրջկենտրոնում նույնիսկ դպրոցականների թվի աճ է գրանցվել։ Յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երրորդ դպրոցի երեխաներն ավելանում են 5-ով։ Անփոփոխ է բուհընդունվողների բարձր ցուցանիշը, իդեպ ոչ միայն Բերդում, այլև տարածաշրջանի բոլոր գյուղերում։ Վերջին զանգից հետո քաղաքի միայն մեկ կրթօջախից, օրինակ 38 աշակերտից 30-ը դարձել է պետական տարբեր բուհերի ուսանող։ Այս տարի երրորդ